Ընկերներ ողջունում եմ բոլորին, ձեզ հետ է Գուրգեն Ստեփանյանը Manifest Online դպրոցից։ Այսօր մենք կխոսենք մի շատ հրաշալի թեմայի մասին, որը որ կարևորագույն թեմաներից մեկն է կրիպտոարժութային ոլորտում եւ իհարկե թրեյդինգում դա ռիսկի չափն է։ Ինչպիսի գումարով մտնել գործարքների մեջ, ինչպիսի գումարով փակել գործարքը, ինչպիսի շահույթ ֆիքսել, ինչպիսի կորուստ ֆիքսել, որը որ չազդի մեր թրեյդի վրա եւ բնականաբար չազդի մեր էմոցիաների վրա։ Իրականում ես միշտ ասում եմ, որ ռիսկի կառավարումը թրեյդինգում ամենակարևոր գործիքներից մեկն է, որը որ պետք է յուրաքանչյուր թրեյդեր կամ թրեյդինգով զբաղվող յուրաքանչյուր անհատ պահի ու պահպանի։ Եվ շատ կարևոր է հասկանալ ռիսկի չափը։ Ինչ գումար ենք դնում ռիսկի տակ։ Արդյոք այդ գումարը չի ազդելու մեր հոգեբանության, մեր էմոցիաների վրա, որովհետև հոգեբանական ֆակտորը, էմոցիաները ընկերներ միշտ կարող են խանգարել մեզ տվյալ ոլորտում։ Եվ բնականաբար այսօրվա մեր գլխավոր թեմայի ընթացքում մենք միասին կուսումնասիրենք հենց դա եւ կհասկանանք ինչպես ճիշտ աշխատել, ինչպես գնահատել ռիսկի չափը, որպեսզի այն չխանգարի մեզ թրեյդում, այլ հակառակը օգնի եւ մենք կարողանանք երկարաժամկետում միշտ դրական ելքով դուրս գանք։ Հիմա եկեք միանգամից անցնենք գրաֆիկներին եւ գրաֆիկի վրա կատարենք մեր դիտարկումը եւ ըստ այդմ որոշենք ինչպես ճիշտ գնահատել ռիսկի չափը։ Իրականում իմ աշակերտները, ովքեր որ ավելի երկար ժամանակ ինձ մոտ սովորում են, նրանք տիրապետում են արդեն իսկ հատուկ հաշվարկների, որով որ կարողանում են հաշվարկել պլեչոն, որով որ կարողանում են գնահատել ռիսկի չափը։ Հիմա ես ավելի པարզ նույնպես կբացատրեմ բոլորիդ համար, որպեսզի կարողանանք ռիսկի չափը ճիշտ գնահատել։ Ռիսկի չափ ասելով ինչ նկատի ունեմ։ Դա այն գումարն է, որը որ ես պատրաստ եմ դնել ռիսկի տակ եւ դա այն հնարավոր կորուստն է, որը որ կարող է լինել։ Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ կրիպտոարժութային ոլորտում 100%-անոց ոչինչ չկա։ Այսինքն երբեք ոչ ոք չի կարող կանգնել ու ասել, որ այս կրիպտոարժույթը 100% գնալու է այսպես վերև, լոնգ է գնալու կամ իջնելու է ներքև։ Դա անհնար է իմանալ եւ ուղղակի հավանականությունների վրա ենք մենք աշխատում, գրաֆիկները վերլուծելով բնականաբար, ռազմավարություններ, ինդիկատորներ օգտագործելով հասկանում ենք հավանականությունը վերև գնալու կամ ներքև գնալու։ Եվ ըստ այդ հավանականությունների բնականաբար բացում գործարքը վերև կամ ներքև։ Եվ տվյալ ժամանակահատվածում, քանի որ 100%-անոց ոչինչ չկա, գոնե մի տոկոս հավանականություն միշտ կա, որ գինը կարող է գնալ ոչ ցանկալի ուղղությամբ։ Այստեղ արդեն սկսում է առաջանալ հարց. ինչ եմ ես անելու, եթե գինը գնա ոչ ցանկալի ուղղությամբ։ Եվ հենց այստեղ մեծամասնությունը սկսում են սխալվել, որովհետև նրանք պատրաստ չեն լինում մինուսի, նրանք պատրաստ չեն լինում, որ կարող է նաև գործարքը կորուստով փակվել։ Եվ դրա համար ընկերներ մեծամասնությունը ուղղակի ծուլանում են, չեն փակում իրենց մինուսով գործարքը, չեն ֆիքսում կորուստ, փոխարենը սկսում են այդ կորուստը մեծացնել։ Դա իրականում մեծ հոգեբանական խնդիր է։ Նույնը նաև պլյուսի մասով էլ կարող եմ ասել, որ հենց տեսնում են պլյուս կա, ուղղակի վախեցած արագ փակում են։ Դա ճիշտ չէ ընկերներ, բոլորը ձեզնից մեծամասնությունը երևի տիրապետում է take profit եւ stop loss-ին։ Take profit եւ stop loss-ը հենց այնպես չի ստեղծված։ Այն ունի իր ճիշտ դիրքերը, որը որ պետք է տեղադրել, որտեղ պետք է հարաբերություն պահել, որտեղ պետք է գնահատել եկամտի չափը եւ ռիսկի չափը։ Հիմա ավելի կարևորագույնս համարում եմ ռիսկի չափը գնահատելը, որպեսզի դուք հոգեբանորեն պատրաստ լինեք, որ ցանկացած գործարք ունի որոշակի մասով հավանականություն, որ այն կարող է փակվել մինուսով։ Եվ ինչպես հասկանալ ինչքան մինուս է լինելու եւ արդյոք դուք պատրաստ եք այդ մինուսին։ Եթե պատրաստ եք, օքեյ, կարելի է բացել գործարքը, եթե չէ, ուրեմն ավելի լավ է չբացել գործարքը։ Այստեղ նաեւ մեծ դերակատարում է ունենում կապիտալը։ Ինչ գումարով ենք մտնում գործարքի մեջ, դա նույնպես ընկերներ շատ կարեւոր է, որովհետեւ մեկի համար $1000 մտնել գործարքի մեջ եւ այդ $1000-անոց գործարքից $50 կորցնելը, դա հնարավոր է նրա վրա ընդհանրապես չազդել։ Իսկ մյուսը երկրորդը մտնում է գործարքի մեջ $10-ով, $1 կորուստ ունեցավ, դա հնարավոր է նրա համար մեծ հոգեբանական խնդիր լինի։ Դրա համար ամեն մարդ յուրովի է որոշում իր ռիսկի չափը։ Ինչպես եմ ես դա գնահատում ընկերներ։ Պատկերացնենք, որ ես ունեմ իմ ակտիվներում, հիմա եկեք ֆյուչերսները մտնենք, նույնը սպոտին է իրականում վերաբերվում, խոշոր հաշվով տարբերություն չկա, յուրաքանչյուր առևտրի մեջ էլ պետք է իրականում ռիսկի չափը գնահատել։ Հիմա պատկերացնենք, որ ես իմ բալանսում ունեմ $100։ Հա վերցնենք դասական այսպես $100 ունենք, այստեղ գրեմ, ունեմ $100։
Ինչ գումարով նախ եւ առաջ կարելի է գործարքի մեջ մտնել։ Ամենաառաջինը եկեք դա հասկանանք։ Վերցնենք դեպոզիտի 5%-ը, որը որ նորեկների համար դիտարկելի տոկոս է, դրանից պակաս, դրանից ավել, այդքան էլ ես չեմ դիտարկում։ Վերցնում ենք դեպոզիտի 5%-ը։ Եվ ստացվում է, որ գործարքի մեջ մենք մտնելու ենք $5։ Այսինքն ես իմ ակտիվներից ներդնելու եմ $5։ Spot-ում կարող ենք թեկուզ 10%-ը դիտարկել, որտեղ spot-ում պլեչոներ չենք օգտագործում, իսկ future-ում պլեչոների հաշվին վերցնենք այստեղ օգտագործում ենք 10 պլեչո։ Ես մտնում եմ գործարքի մեջ իմ ակտիվներից $5 ներդնելով, 10 պլեչով ստացվում է, որ գործարքս բացվելու է $50-ով։ Այստեղ գրում եմ $50։ Հիմա ինչպես գնահատել ռիսկի չափը։ Հիմա դիտարկենք, որ ես այստեղ ուզում եմ բացեմ long գործարք եւ որոշել եմ, որ իմ stop loss-ը պետք է լինի այս հատվածում։ Մտնում եմ գործարքի մեջ, պլեչոս 10 է, այստեղ գրում եմ միանգամից 50 եւ տեսեք, մինչեւ գործարք բացելը ես արդեն կարող եմ հասկանալ իմ ռիսկի չափը ինչքան է լինելու։ Ինչպես այս take profit stop loss բաժնի վրա, երբ սեղմում եմ, այստեղ stop loss-ը գրում եմ թիվը 0.84906 եմ գրում եւ այստեղ գրված է ожидаемый убыток, այսինքն սպասվող կորուստ։ Հիմա ես իմ ակտիվներից $5 ներդնելով 10 պլեչով մտնելով գործարքի մեջ, եթե հանկարծ իմ այս գործարքը փակվի stop loss-ով, ես stop loss-ին ձեռք չեմ տալիս ընդհանրապես։ Ես կորցնելու եմ $0.33 ընկերներ։ $0.33, որը որ իմ ակտիվների 0.4%-ն է կազմում, որտեղ ընդհանուր բալանսս ինչքան էր $100 էր։ Իմ սպասվող կորուստը լինելու է $0.33։ Հիմա ձեզնից յուրաքանչյուրը պետք է ըստ այդ տրամաբանության, ըստ ձեր ակտիվների, ըստ բացված գործարքի գումարի հաշվար կատարի։ Ожидаемый убыток, եթե լինի, դա ազդելու է ձեզ վրա, թե չի ազդելու։ Այսինքն, եթե դուք կորցնեք այս $0.34 օրինակ, ավերցնենք այս նույն օրինակում, դա հոգեբանական խնդիր է լինելու ձեզ համար, թե նորմալ եք դա տանելու։ Եթե նորմալ է, կարող եք շատ հանգիստ բացել գործարքը եւ գիտակցեք, որ գործարքը կարող է մինուսի բերել, եւ եթե մինուսի բերի, դուք $0.33 կկորցնեք։ Մինուս գնաց, օքեյ, անցնում ենք հաջորդ գործարքին։ Եվ այդ նույն հոգեբանությամբ առևտուրանում բացելով 10 գործարք, 20 գործարք, երկարաժամկետում ընկերներն ու անհնար է 10-ից 10 մինուս լինի։ Անհնար է նույնիսկ եթե դուք արդեն անալիզների, ստրատեգիաների տիրապետում եք, բնականաբար անհնար է որ նույնիսկ 10-ից 5-ը մինուս լինի։ Պետք է գործարքների մեծ մասը պլյուս լինի։ Իսկ այն մինուսը, որը որ լինելու է փոքր ու կառավարելի, որովհետև դուք արդեն հոգեբանորեն պատրաստ եք դրան։ Հիմա ես երբ բացում եմ իմ գործարքը, վերջին stop loss-ը արդեն դրված է։ Բնականաբար այստեղ նաև take profit-ն ենք դիտարկելու կամ take profit-ները իդեպ YouTube-ում ես վիդեո ունեմ, ինչպես երկու take profit տեղադրել եւ միևնույն ժամանակահատվածում պահենք հարաբերությունը գոնե երկուսը մեկի։ Take profit stop loss հարաբերությունը, որպեսզի մեր գործարքները նույնիսկ եթե կեսը փակվի պլյուսով, կեսը փակվի մինուսով, հարաբերության ֆոնին մենք կարողանանք էլի երկարաժամկետում լինել պլյուս։ Եվ հենց այսպես ընկերներ որոշվում է ռիսկի չափը։ Յուրաքանչյուր ոք, ով որ մտնում է գործարքի մեջ, միշտ պետք է գիտակցի, ինչ գումար է կարող նա կորցնել, ինչ գումար է իր համար թույլատրելի։ 100%-անոց երբեք չի լինելու ոչինչ, նորից եմ ասում, եւ միշտ որոշակի հավանականություն լինելու է, որ գինը կարող է գնալ ձեր ոչ ցանկալի ուղղությամբ եւ դրան դուք պետք է արդեն նախորդ պատրաստ լինեք, որպեսզի իմանաք որտեղ եք դուք դադարեցնելու կորուստը եւ արդյոք այդ կետը կամ այդ արժեքը ձեզ համար թույլատրելի է լինելու, այդ կորուստը չի ազդելու ձեզ վրա։ Եթե այո, ապա դուք հոգեբանորեն կայուն վիճակում եք միշտ առևտուր կատարելու, ինչը որ ձեզ հասցնելու է ել ավելի մեծ հաջողությունների, իսկ եթե դեռ հաջողություններ չկան, բնականաբար սկսելու են լինել այդ հաջողությունները։ Դա շատ կարևոր է ընկերներ եւ ցանկանում եմ որ ձեզնից յուրաքանչյուրը ուշադիր հետևի դրան։ Եվ այսքանով կարող ենք ավարտել մեր այսօրվա վիդեոն։ Ձեզ հետ էր Գուրգեն Ստեփանյանը, Manifest Online դպրոցից։ Շատ ուրախ եմ ընկերներ, որ կարողացա խոսել այս թեմայից նաև ձեզ հետ։ Եկեք բոլորով միասին նաև այսպես լայքենք այսօրվա մեր հրաշալի վիդեոն։ Գրեք նաև մեկնաբանություններում, ել ինչպիսի թեմաներ են ձեզ հետաքրքրում, ինչից կցանկանայիք, որպեսզի ես խոսեի հաջորդ վիդեոյում եւ իհարկե բաժանորդագրվենք մեր YouTube-յան, Telegram-յան եւ իհարկե Facebook-յան էջերին ընկերներ եւ միշտ հետևենք թարնորությունների համար։ Հաջողություն բոլորիդ, հաճելի առևտուր, էմոցիոնալ կայուն առևտուր եմ մաղթում բոլորիդ։